Տիկին Մինասյան, դուք պատրաստ եք։ Հարգելի գործընկերներ, այժմ խոսքը տրվում է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանին քվեարկության արդյունքները ներկայացնելու համար։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 104-ը։ Բացելով գաղտնի քվեատուփում առկա էր 104 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հարություն Հարությունյան կողմ 56, դեմ 48։ Այսպիսով պարոն Հարությունյանը ընտրվեց Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, շնորհավորում եմ։ Հարգելի գործընկերներ, այժմ վերջին հանձնաժողովին ենք անցնում։ Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին առաջադրելու համար ձայնը տրվում է Ուժեղ Հայաստան խմբակցության անդամ Անդրանիկ Գևորգյանին, համեցեք։ Չէ՞։ Սենց են գրել, բայց լավ, սխալ են գրել ուրեմն։ Պետք է անենք նոր բան։ Հա, հասկացա, լավ, ուրիշ բան են գրել։ Ուրեմն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Տիկին Իրինա Յոլյան։ Շնորհակալություն, այսպիսով թեկնածուն Տիկին Իրինա Յոլյանն է, որին ներկայացնելու համար Անդրանիկ Գևորգյանին է խոսքը տրվում, համեցեք։